Բարև ձեզ սիրելի ունկնդիրներ, Փառք սովորում ենք ողջ եւ առողջ ենք եւ կարող ենք գալ Աստծո ոտքերի մոտ եւ սովորել նրանից իր հավիտենական ճշմարտությունները եւ իր ողորմությամբ ու շնորհքով իրագործել մեր կյանքում թող Աստված լինի մեզ օգնական եւ իր Սուրբ Հոգին ուղարկի մեզ, որպեսզի մենք կարողանանք ճիշտ հասկանալ այն, ինչ որ ուսումնասիրում ենք։ Հիսուսի անունով բոլորը խնդրեցի ատոնստացա Փառքորը ողջունի Սուրբ Հոգուն այժմ իր ներառության դայում ամեն։ Ուրեմն նախ եւ առաջ ուզում եմ ասել, որ ցավում եմ եւ ցավակցում եմ, որ հրդեհները եղան Լոս Անջելեսում եւ ցավակցում եմ բոլոր տարապող մարդկանց, ովքեր տարապում են այդ պատճառով։ Լոս Անջելես թարգմանությունից նշանակում է հրեշտակներ, շատերը կարծում են, որ նշանակում է հրեշտակների քաղաք, բայց Լոս իսպաներենում դա ընդամենը հոդ է, որ դրվում է բառի առջև եւ իրենք ինչպես ռուսերեն ունեն արական եւ իգական սեր, սա իհարկե հոգնակին է, հոգնակին է Լոս, եթե դա իգական սերը ինչպես օրինակ լականիա, դա որ նշանակում է ձոր, դա լա են դնում, եթե արական սերը դնում են լո, այսինքն Լոս չի նշանակում քաղաք, Լոս նշանակում է հոդն է, Լոս Անխելես, իսպաներում այսպես է հնչում։ Եվ շատ քաղաքներ կան այդպիսի անուններով, օրինակ Լոս Ալամոս, Բարդիներ, Լոս Բանյոս, Բաղնիքներ, Կալիֆոռնիայում այդպիսի շատ քաղաքներ կան։ Ինչու եմ խոսում այս անվանումների մասին, որտեվ հրեշտակներ, այս քաղաքի անունը հրեշտակներ է եւ ցավոք այն չի համապատասխանում իր անվանը։ Եթե իհարկե վերցնենք, որ դա բարի հրեշտակների մասին է խոսքը։ Ուրեմն այս դեպքը պատահելուց 2 օր առաջ այնտեղ տեղի ունեցել Golden Globe միջազգային մրցանակաբաշխությունը եւ վերջին եզրափակիչում նրանք ասել են, որ մայր բառը ընդամենը մի քանի անգամ է հիշվել եւ բոլոր ծիծաղել են։ Ընտանիք բառը ընդամենը էլի մի քանի անգամ հիշվել, նորից ծիծաղել են եւ ասել են, որ Աստված բառը 0 անգամ հիշվել, այսինքն ընդհանրապես հիշվել եւ ասել են, այս անգամ մենք արեցինք առանց Աստծո եւ նորից ծիծաղել են եւ այդ հաղորդավարը ասել է, որ սա անաստված քաղաք է, այսինքն այս մարդիկ փորձում են մեջտեղից անել բոլոր այն դրույթները, որ Աստված դրել է եւ օրհնել է։ Մայր հասկացողությունը, ընտանիք, վերջի վերջո Աստված։ Իհարկե, շատերը կարծում են, որ սա սարքովի է, այսինքն այսօր մարդիկ ունեն այնպիսի միջոցներ, որ սարքեն եւ քամի, եւ հրդեհ եւ այլն։ Աստված գիտի, ամեն ինչ հնարավոր է, եւ շատերը կարծում են, որ ինչ կապ ունի այստեղ Աստված, ուրեմն առանց Աստված վերահսկում է ամենը, առանց Աստծո թույլտվության ոչինչ չի տեղի ունենում այս երկրի վրա։ Եվ եթե Աստված թույլ չտար, սա էլ տեղի չէր ունենա։ Կապ չունի թե ում ձեռքով, ինչպես, հաստային է, որ տեղի ունեցել եւ այդ դեպքից հետո։ Եվ հիմնականում այդ իրենց հարուստների տներն են այրվել, չգիտեն ինչն է նպատակը, հետո կերևա, բայց հարցը նրանումն է, որ այս մարդիկ այլասերում են սերունդներին, իրենց ապրելակերպով, հակաաստվածային ապրելակերպով անաստվածություն են տարածում եւ ոչ բոլորը, այնտեղ կան շատ հավատացյալ եւ շատ բարեպաշտ մարդիկ, ովքեր ոչ թե նյութը փողն են պաշտում, այլ Աստծուն են պաշտում։ Օրինակ
դրվագ տեսա, որ իրենց մոխրացած տան վրա Աստծուն էին փառաբանում հավատացյալները, այսինքն կապ չունի թե ինչ է պատահել, նրանք սիրում են եւ փառաբանում են Աստծուն, բայց շատ տոկոսը բնակչության Աստծուց հեռացած է եւ ինչու եմ այս բոլորը պատմում, այս բոլորը կապված է մեր դասի հետ։ Ես այնտեղ ապրել եմ 10 տարի առաջ, այնտեղից դուրս եմ եկել Գլենդելից, Փառք Աստծո, Գլենդելին ոչինչ չեղավ, բայց այս բոլորը նախազգուշացումներ են ոչ միայն իրենց, այլ նաև մեր համար, ինչպես որ Սերովամի աշտարակը փլվեց եւ եկան Հիսուսին ասացին, դուք կարծում եք, թե դուք ավելի սուրբ եք, քան թե նրանք, ոչ։ Եթե չապաշխարեք, նույնն էլ ձեր հետ կլինի։ Այսինքն սա բոլորիս համար նախազգուշացում է։ Եվ իմ սիրտ ուղակի մխկտում էր, երբ որ ես տեսնում էի շատ գեղեցիկ տեղեր վարվեցին, եւ իհարկե 10 տարի առաջ երբ որ դուրս եկա, իմ ընտանիքը այնտեղից հանեցի, որտեվ երբ որ աղոթում էի Աստծուն, այդպես հասկացա եւ հանգամանքները այդպես դասավորվեցին, եւ հետո հասկացա, որ ճիշտ եմ արել, որտեվ հարցը ոչ թե հրդեհն է կամ այլ բաներ, այլ այն, որ երբ որ քո երեխան ապրում է փչացած մթնոլորտում, ինքն էլ է փչանում։ Եվ ես ուղղակի ուզեցա փրկել իմ երեխեքին այդ իրավիճակից։ Ես չեմ ասում, որ այնտեղ բոլորը երիտասարդները փչացած են։ Քավլիցի։ Ես հետևեցի Աստծո կամքին եւ չեմ փոշմանել, Աստված ինձ օրհնեց։ Իհարկե ես չգիտեի ինչ է մեզ սպասում, մեր ընտանիքին, բայց Աստված օրհնեց, Փառք Աստծո։ Միակ երաշխիքը, որ ես իմ հետ տանում էի Աստծո սերն էր, եւ ես գիտեի, որ եթե Աստված իմ հետ լինի, ամեն ինչ, մեր հետ լինի, ամեն ինչ լավ կլինի։ Եվ որոշ մի քանի տարի հետո, 7-6 տարի հետո իմ տղաս ընդունվեց Հարավային Կալիֆոռնիայում Սանտա Մոնիկա UCLA համալսարանը, որ կա այդտեղ սովորելու, եւ երբ որ գնացինք, որ տուն գտնեինք, գնացինք ծովափ եւ օդը շատ լավն էր, շատ ծովային աղ կար օդի մեջ, որ շատ օգտակար է հոգերին առողջությանը, եւ ես ասացի, հենց ազատ ժամ ունենաս, խնդրում եմ արի եւ այս օդը շնչի, եւ ինքը իհարկե մի քանի անգամ արել էր, հետո հարցրեցի, գնում ես ծովափ, ասես չի, ասի ինչու, ասես դա հաճ է, ասի ինչու, ասում եմ, որտեվ շուրջ բոլոր համասեռականներ են եւ ինձ տհաճ է այդտեղ լինելու։ Եվ հետո մի անգամ էլ ասեց, որ նույնիսկ ավտոբուսների համար ռեկլամներ են կպցնում մեյքափի, այսինքն քսվելիքների համասեռականների համար։ Իրենց համալսարանում մի ասեց, ես մարդիկ գժվել են, ասի ինչ է եղել, ասում մի տղա իրեն հայտարարել է աղջիկ համալսարանում ուսանող, եւ ասում մեզ բոլորիս զգուշացրել են, որ եթե հանկարծ սխալմամբ իրեն դիմենք որպես տղա, մեզ կհանեն համալսարանից։ Այսինքն ամեն ձևով այդ քաղաքում, այդ մասերում առաջ է մղվում այս կեղտոտ մտածելակերպը, մարդկանց փչացնելու մտածելակերպը։ Անչափ ցավում եմ եւ իհարկե բոլորիս համար սա մեծ նախազգուշացում է, մենք չգիտենք վաղը մեր գլխին ինչ է գալու, բայց խոսում եմ սկզբունքների մասին, ես դուրս եկա Հարավային Կալիֆոռնիայից, գնացի կենտրոնական Կալիֆոռնիա, հետո տեսա, որ այդ վարակը, այդ կեղտը գալիս է այստեղ, 20 թվական 2020-ից հետո, երբ որ այդ բոլորը տեղի ունեցավ, շատ ուրիշ տեղերից եկան Ֆրեսնո, որտեղ մենք ապրում էինք, Սան Ֆրանցիսկոից, Լոս Անջելեսից եւ այլն, եւ նույն փչացածությունն ցույց տարածվել այդտեղ, եւ ժամանակի ընթացքում ես այդտեղից էլ դուրս եկա, նորից Աստծո ուղղությամբ, իհարկե ունենալով ինձ հետ Աստծո սերը որպես երաշխիք, եւ Աստված օրհնեց, շարունակեց օրհնել եւ օրհնել։ Այսօր մենք խոսալու ենք Աստծո սիրո մասին, ինչու Աստված սեր լինելով թույլ տվեց, որ այս ամեն ինչը լինի, որտեղ մարդիկ իրենք հերքեցին, ասեցին
մենք արեցինք առանց Աստծո։ Եվ իհարկե Աստված չի բռնանում իր սերը մարդկանց վրա, եւ Աստված իր պաշտպանիչ ձեռքը հետ քաշեց, որովհետեւ Սատանան ասում է, նրանք չեն ուզում քեզ, ինչու ես նրանց շրջապատել պաշտպանությամբ։ Եվ երբ որ Աստված իր պաշտպանիչ ձեռքը վերցրեց, այս ամենը տեղի ունեցավ։ Իհարկե Աստված ողորմած է, ամեն ինչ անում է քայլ առ քայլ, ինչպես Հոբի դեպքում։ Սկզբում ասեց իհարկե Հոբը օժնված է, սա ունի անունի, դրա համար սիրում է քեզ, ասեց օքեյ, թույլ եմ տալիս, որ իր ունեցվածքին դիպչես, բայց իրան չդիպչես։ Սո այստեղ էլ Աստված ողորմածություն է ցույց տալի։ Զոհերը հույս ունեն, որ շատ քիչ է, միայն նյութական կորուստ է, ինչու, որտեղ այդ քաղաքը սարսափելի նյութապաշտ է։ Մարդիկ մեծ մասամբ նյութապաշտ է եւ ոչ թե աստվածապաշտ։ Իհարկե ոչ բոլորը, նորից եմ կրկնում։ Եվ Աստված ուզում է իրենց ուշադրությունը շեղել նյութապաշտությունից դեպի աստվածապաշտություն։ Շեղել այդ նվերներից, որ ինքը տվել է իրենց, դեպի նվեր տվողի։ Ինչքանով դա կօգնի, չգիտենք, ժամանակը ցույց կտա։ Բայց Աստված ինչ որ անում է ողորմության նպատակներով, այսինքն որպեսի փրկի վերջնական կործանումից։ Մենք գիտենք, որ այս երամսյակի դասը սիրո մասին է, Աստծո սիրո մասին։ Եվ ես բոլոր այս երամսյակում կկրեմ այս հագուստը եւ սա, որը խորհրդանշում է Աստծո սերը, սա իմ անունն է։ Դուք ամեն մեկը դրեք ձեր անունը այստեղ։ Եվ այս կապը, այս շղթան, որ կա Աստծո սերը կապում է մեզ հետ։ Թող Աստված օրհնի յուրաքանչյուրին, որ Աստծո սերը այս շղթան երբեք չկոտրվի։ Աստված միշտ շարունակում է մեզ սիրել։ Եվ այսօրվա դասը կոչվում է սիրո ուխտ, հիշելու համարն է, Հովհաննես 14:23, Հիսուսը պատասխանեց ու ասաց նրան, եթե մեկը ինձ սիրում է, իմ խոսքը կպահի, եւ իմ հայրը կսիրի նրան, եւ նրա մոտ կգանք ու բնակություն կհաստատենք նրա մոտ։ Եվ մեզանից շատերը գիտեն, որ հունարեն ագապե բառը սիրո այն տեսակն է, որը բացառիկ է եւ հատուկ է միայն Աստծուն, այն անպայմանական է եւ գնում է մինչեւ վերջ, եւ այն եսասեր սեր է։ Իսկ հասեր արտահայտող մյուս արտահայտությունը, ինչպիսիք օրինակ ֆիլիո կամ էրոս, վերաբերում են մարդկանց բնորոշ եւ ավելի անկատար են։ Ոմանք էլ պնդում են, որ ագապեն վերաբերում է միակողմանի սիրուն, որը միայն տալիս է, բայց երբեք չի ստանում, սեր, որը բոլորին անկախ է մարդկային արձագանքից։ Բայց Աստվածաշունչում աստվածային սիրո մանրազնին ուսումնասիրություն ցույց է տալիս, որ այս պատկերացումները թեև տարածված են, սակայն սխալ են։ Նախ հունարեն ագապե բառը վերաբերում է ոչ միայն աստվածային, այլև մարդկային սիրուն, նույնիսկ երբեմն սխալ ուղղորդված։ Տեսեք, երկրորդ Տիմոթեոսի մեջ Պողոս ասում է, Դիմասը սիրեց այս աշխարհը եւ սիրել բառը ագապե բառն է դրած, այսինքն ուժեղ սիրով մինչև վերջ սիրեց այդ աշխարհիկը, ցավոք։ Եվ երկրորդ աստվածաշունչում բացի ագապեից կան այլ բառեր եւս, որ վերաբերում են Աստծո սիրուն, օրինակ Հիսուսը սովորեցնում էր, որտեղ Հայրն ինքը սիրում է ֆիլիո, օգտագործում է ձեզ, քանի որ դուք ինձ սիրել եք ֆիլիո ու հավատացել, որ ես Աստծուց եմ ելել, Հովհաննես 16:27, այսինքն այս բոլորը միախառնված է, ամեն մեկը արտահայտում է սիրո որոշ հատկանիշ, եւ Աստծո սերը միախառնված է ֆիլիո, ագապե, եւ չի նշանակում, որ մարդը չի կարա ագապե սիրով սիրի, իհարկե կարա, եւ Աստված պահանջում է հենց ուզում է, որ մենք սիրենք իրեն հենց այդ սիրով, անպայմանական սիրով։ Տեսեք, այդ հավատացյալ մարդիկ, որ իրենց տան մոխրի վրա երգում էին, Աստծուն էին փառաբանում, իրենք անպայմանական սիրով են Աստծուն սիրում։ Չեն ասում Աստված դու մեր կթանկով եղի, էսի տուրենի տուր, մենք քեզ կսիրենք, չէ։
Աստվածյան մենք քեզ սիրում ենք եւ հասկանում ենք, որ ինչ որ մեր կյանքում կատարվում է, մեր դեպի այդ բարին է կատարվում։ Ուրեմն այստեղ հունարեն ֆիլեո բառն օգտագործվում է ոչ միայն մարդկային սեր, այլև ասոսերը մարդկանց հանդեպ արտահայտելու համար։ Այսպիսով ֆիլեո բառը ոչ թե անլիարժեք սիրուն է վերաբերվում, այլ հենց Աստծո սիրուն։ Աստվածաշունչը նաև ուսուցանում է, որ Աստծո սերը միակողմանի չէ, այլ խոր ու մտերմական, քանի որ Աստծո համար հսկայական նշանակություն ունի, թե մարդիկ արտացոլում են այդ սերն իր եւ այլ մարդկանց հանդեպ։ Երբ որ ես Google-ում դրեցի ագապե սիրո մասին հարցրեցի եւ ասում է, որ նոր կտակարանում, իհարկե դա հունարեն բառ է, նոր կտակարանում գրվել է հունարեն եւ ասում է the fatherly love of God for humans, հայրական սերը դեպի մարդիկ, as well as the human reciprocal love for God, այսինքն Աստծո մարդկանց պատասխան սերը դեպի Աստված, մարդիկ էլ կարող են ագապե սիրով սիրել Աստված, եկել է որպեսզի մեզ այդ օրհնությունը տա ագապե սիրով սիրելը սովորել, ինչպես սիրել ագապե սիրով, անպայմանական սիրով։ Ուրեմն մենք գիտենք, որ Աստված բոլորին է սիրում, Աստվածաշունչը բազմիցս այդ մասին գրում է։ Կարդանք Սաղմոս 33:5, նա արդարություն եւ իրավունք է սիրում, այսինքն Աստված, երկիրը լիքն է Տիրոջ ողորմությամբ։ Եվ նաեւ կարդանք Սաղմոս 145:9, բարի է Տերը բոլորի համար եւ նրա գթությունը իր բոլոր գործերի վրա է լինում։ Ուրեմն Աստված բարի է եւ գթած։ Որոշ մարդիկ կարող են կարծել, որ իրենք սիրված չեն, որ Աստված բոլորին է սիրում բացի իրենցից, սակայն Աստվածաշունչն ամփոփող հայտարարում է, որ ցանկացած մարդ սիրված է Աստծո կողմից։ Չկա այնպիսի մեկը, որին Աստված չի սիրում։ Աստծո սերը տարածվում է բոլորի վրա, ինչպես միշտ նշում ենք։ Չկա այնպիսի ուրեմն իսկ որովհետև Աստված բոլորին է սիրում, նա նաև ցանկանում է, որ բոլորը փրկվեն։ Երկրորդ Պետրոս 3:9 ինչ է ասում։ Ասում է Աստված չի ուշացնում իր խոստումը, այլ ուղղակի համբերում է, երկարաձգում է ձեր ժամանակը, որպեսզի դուք ապաշխարության գաք, որտեղ Աստված ցանկանում է, որ բոլորը, ինչքան հնարավոր է շատ մարդ ապաշխարության գա եւ փրկվի։ Նա դրա համար է տվել իր կյանքը։ Ուրեմն եւ նաեւ Հովհաննես 3:17 ասում է, որտեղ Աստված իր որդուն աշխարհ չուղարկեց դատելու աշխարհը, այլ որպեսզի նրա միջոցով աշխարհը փրկվի։ Եթե ամեն ինչ միայն Աստծուց կախված լիներ, յուրաքանչյուր մարդ կընդուներ նրա սերը եւ կփրկվեր։ Սակայն Աստված ոչ մեկին չի պարտադրում իր սերը։ Մարդիկ ազատ են ընդունելու կամ մերժելու այն։ Եվ եթե նույնիսկ ոմանք մերժեն Աստծո սերը, նա երբեք չի դադարի սիրել նրանց։ Եվ նույնիսկ երբ որ մարդիկ իրենց հավիտենական պատիժը ստանան եւ հավիտենական կորչեն, Աստված դա չի անելու ուրախությամբ, այլ արդյունքը իր աչքերին անչափ տխուր, որտեղ բոլորին ինքն է ստեղծել, բոլորին ուզում է փրկել, բայց ցավոք շատերը չեն ուզում արձագանքել նրա սիրուն։ Երեմիա 31:3 ասում է հավիտենական սիրով սիրել եմ քեզ, դրա համար ողորմությամբ քեզ դեպի ինձ քաշեցի։ Աստվածաշնչի այլ համարներում եւս Աստված բազմիցս սովորեցնում է, որ իր սերը հավերժ է։ Աստծո սերը երբեք չի սպառում։ Մեզ համար դժվար է դա հասկանալը, քանի որ հաճախ այնքան բնական ենք համարում ուրիշներին չսիրելը։ Արդյոք այդպես չէ։
Այնուամենայնիվ, եթե մենք որպես անհատներ սովորեինք զգալ այդ սիրո իրական լինել, այսինքն ինքներս ճանաչեինք Աստծո սերը, զգայինք այդ սերը, հասկանայինք, որքան տարբեր կապրեինք ու կվերաբերվեինք ուրիշների։ Աստվածաշունչը հաճախ է պատկերում Աստծո առանձնահատուկ սիրո հարաբերությունը մեզ հետ, օգտագործելով ընտանիքի կամ հարազատական կապերի այլաբանությունը, հատկապես ամուսնու եւ կնոջ միջև սիրո կամ բարի մոր սիրառատ փոխհարաբերությունը զավակի հանդեպ։ Այդ այլաբանություններն օգտագործվում են մասնավորապես պատկերելով Աստծո եւ նրա ուխտի ժողովրդի միջև առկա առանձնահատուկ հարաբերությունները։ Դա ուխտի սիրո հարաբերություն է, որն իր մեջ ներառում է ոչ միայն իր ժողովրդի հանդեպ Աստծո սերը, այլև ակնկալիքը, որ մարդիկ կընդունեն այդ սերը եւ ի պատասխան կսիրեն իրեն։ Կարդանք երկրորդ Օրինաց 7:6-9 համարները։ Երկրորդ Օրինաց 7:6-9 համարները։ Որովհետև դու սուրբ ժողովուրդ ես քո Տեր Աստծու համար, քո Տեր Աստվածը երկրի երեսին ապրող բոլոր ժողովուրդների միջից քեզ ընտրեց, որ դու լինես իր սեփական ժողովուրդը։ Տերը ձեզ սիրեց եւ ձեզ ընտրեց ոչ թե նրա համար, որ դուք բոլոր ազգերից բազմամարդ եք, այլ Տերը ձեզ սիրելու համար եւ հայրերին արած երդումը պահելու համար Տերը հզոր ձեռքով ձեզ հանեց ծառայության տնից, ազատեց Եգիպտացիների փարավոն թագավորի ձեռքից։ Իմացիր ուրեմն, որ քո Տեր Աստվածն է Աստված, հավատարիմ Աստվածը, որ իրեն սիրողների եւ իր պատվիրանները պահողների միջև 1000-րդ սերունդը ուխտ ու ողորմածություն է պահում։ Ուրեմն Աստված ասում է, որ ես ձեզ ընտրել եմ, որովհետեւ ես եմ սիրում, ոչ թե որովհետեւ դուք առանձնահատուկ եք ուրիշներից, այլ ոչ թե որովհետեւ ես խոստացել եմ ձեր նախահայրերին, որ ձեր միջոցով է փրկիչը ծնվելու եւ դա է հիմնականում օրհնությունը եւ ընտրությունը, եւ Աստված ընտրել է իհարկե նրանց, որպեսզի այդ սերը, որ ճշմարիտ Աստված ունի դեպի բոլոր մարդիկ, տարածեին ամբողջ աշխարհով մեկ բոլոր հեթանոսներին, որ հեթանոսները հասկանային ով է ճշմարիտ Աստված։ Իհարկե նրանք ձախողեցին, չկարողացան դա անել, բայց ուշադրություն դարձնենք այս վերջին համարին, որ ասում է իհարկե եզակի մարդիկ հավատարիմ մնացին, որոշները, ովքեր ասում է, որ իրեն սիրողների եւ իր պատվիրանների պահողների մինչև 1000-րդ սերունդը ուխտ ու ողորմածություն է պահում։ Այսինքն Աստծո ուխտը եւ ողորմածությունում հետ է, ոչ թե այդ ազգի յուրաքանչյուր մարդու հետ է, այլ բոլոր նրանց, ովքեր պատասխանում են այդ ուխտին։ Ուխտը դա կոնտրակտ է, դա համաձայնագիր է կամ պայմանագիր է, որը երկու կողմի միջև է եւ պայմանավորված արդյոք երկու կողմն էլ կպահեն այնտեղ դրված պայմանները, թե ոչ։ Եթե մի կողմը խախտում է, այն խախտվում է, այսինքն այն չեզոք է համարվում։ Եվ Աստված իհարկե ինքը երաշխիք տվեց, որ ինքը միշտ իր պայմանները կպահի, բայց արդյոք մարդիկ կպահեն այդ պայմանները։ Ասում է, եւ սեր ու ողորմածություն կանեմ նրանց, ովքեր հավատարիմ կմնան այդ ուխտին։ Այդ սերը եւ ողորմածությունը չէր տարածվում ամբողջ ազգի վրա, այլ բոլոր նրանց վրա, ովքեր պատասխանում են։ Նվերը կարող է ստալ բոլորին, բայց այդ նվերի վերջո կստանան նրանք, ովքեր ձեռքը կմեկնեն եւ կվերցնեն այդ նվերը։ Երբ որ մենք չենք ուզում Աստծո սերը, նշանակում է մենք չենք մեկնում մեր ձեռքը եւ չենք վերցնում Աստծո սերը։ Հեսեդ բառը, որ օգտագործվում է, հաճախ է օգտագործվում Աստծո ողորմության, բարության եւ սիրո մեծությունը նկարագրելու համար։
Ամեն ինչից զատ հեսեդ բառը նշանակում է բարություն կամ անսասանսեր այլ մարդու հանդեպ գոյություն ունեցող փոխադարձ սիրո հարաբերությունների շրջանակում։ Նա նաև ինքն է նախաձեռնում նման հարաբերությունների ակնկալիքով, որ դիմացինն էլ պատասխան կդրսևորի այդ սերը։ Աստված անընդհատ այս կապը ինչ է նշանակում Աստծո սիրո հետ, Աստծո հետ, որ Աստված անդադար մեզ բոլորիս ուղարկում է իր սիրո նշանները։ Որոնք են այդ սիրո նշանները։ Ամեն օր արևը դուրս է գալի, լույսը դուրս է գալի, մեզ զարթացնում է քնից, մեզ ապահովում է։ Ամեն անհրաժեշտը, որ մեզ պետք է ապրելու համար։ Բայց արդյոք մարդիկ գնահատում են։ Արդյոք մարդիկ խոստովանում են, որ դա Աստծո սերն է մեր հանդեպ։ Ոչ։ Աստծո հեսեդը ցույց է տալիս, որ նրա բարությունը չափազանց հուսալի է անսասան ու հարատև, բայց միևնույն ժամանակ հեսեդից օրհնություն ստանալը կախված նրա ժողովրդի հնազանդելու եւ հարաբերությունների իր մասը պահպանելու պատրաստակամությունից։ Okay։ Եթե կարդանք որոշ համարներ, օրինակ Սաղմոս 32:10, ինչ է ասում։ Շատ տանջանքներ կան ամբարշտի համար, բայց նա, ով հույսը դրել է Տիրոջ վրա, ողորմությունը կշրջապատի նրան։ Այսինքն Աստված ուզում է ողորմությամբ շրջապատել բոլորին, բայց երբ որ մարդը չի ուզում այդ ողորմությունը ընդունել, ինչ է պատահում։ Նա հայտնվում է տանջանքների իր ամբարշտության։ Գիտեք, ամբարիշտ լինելն է տանջանքի մի ձև է եւ ունի իր վատ հետևանքները։ Նաև Սաղմոս 25:10 Տիրոջ բոլոր ճանապարհները ողորմություն են եւ ճշմարտություն նրա ուխտը ու պատվիրանը պահողների համար։ Նորից շեշտում է ում համար։ Դա Աստված առաջարկում է բոլորին, բայց միայն նրանք են ստանում, ովքեր վերցնում են այն։ Աստծո անմնացող սերը բոլոր սիրային հարաբերությունների հիմքն է, բայց մենք երբեք չենք կարող համապատասխանել այդ սիրուն։ Աստված ոչ միայն գոյություն պարգևեց մեզ, այլև Քրիստոսով ինքն անհատույց զոհաբերեց հանուն մեզ։ Ոչ ոք ավելի մեծ սեր չունի, քան նա, ով իր կյանքն է տալիս իր բարեկամների համար։ Հովհաննես 15:13։ Անկասկած է, որ Աստծո սիրո մեծագույն դրսևորումն ի հայտ եկավ այն ժամանակ, երբ Տերը ինքն իրեն խոնարհեցրեց եւ հնազանդ եղավ մինչեւ մահ, այն էլ խաչի մահ։ Աստված կոչ է անում, հրավիրում է յուրաքանչյուր մարդու, որ մտերիմ հարաբերություններ հաստատի իր հետ։ Տես Մատթեոս 22:1-14-ը դա այն առակներ, որ մենք անցած անգամ ուսումնասիրեցինք, որ Աստված բոլորին հրավիրեց իր որդու հարսանիքին, բայց շատ-շատերը մերժեցին։ Կարդանք Ովսե 9:15 Նրանց ամբողջ չարությունը գաղգաղայում է, այնտեղ ատեցի նրանց իրենց արարքների չարության պատճառով։ Նրանց իմ տնից պիտի վտարեմ եւ այլևս չպիտի սիրեմ նրանց բոլոր իշխանավորները ապստամբներ են։ Տեսեք, սիրող Աստված ասում է այս խոսքերը։ Երբ որ Աստված չի ընտրում սրան ու ուզում է մատեմ սեր, երբ որ մարդը չափ անցնում է, կապ չունի անուն ինչի։ Կապ չունի ինչ ազգից է, կապ ունի, որ այս մարդը նույնիսկ եթե 10 տարի հավատարիմ է եղել, բայց հետո անհավատարիմ է եւ իր չափ անցնում է, դա ինչ է լինում, որ բոկվում է Աստծո բարկությունը։ Եվ կարդանք նաեւ
Սա չի նշանակում, որ Աստված երբևէ կդադարի սիրել որևէ մեկին։ Ինչպես արդեն տեսանք, Աստծո սերը հավերժական է։ Ու թե Հովսե 9:15-ում Աստված իր ժողովրդին ասում է եւ այլևս չպիտի սիրեմ նրանց, կարևոր է հիշել, որ մի փոքր ավելի ուշ այդ նույն գրքում Աստված հռչակում է իր ժողովրդին։ Նրանց անհատույց պիտի սիրեմ, այսինքն եթե մարդը պատասխանում է Աստծո սիրուն, նորից Աստծո ողորմությունները շրջապատում են իրեն։ Բայց կարդանք Հռոմեացիներ 11:22 համարը, Հռոմեացիներ 11:22 համարը։ Արդ տես Աստծո բարությունը եւ խստությունը, կործանվածների նկատմամբ խստություն եւ քո նկատմամբ բարություն, եթե այդ բարության մեջ մնաս, այլապես դու էլ կկտրվես։ Այսինքն Եզեկիել մեջ էլ ասում է, այն օրը, երբ որ դու հետ դառնաս քո արդարությունից, կապ չունի թե քանի տարի դրանից առաջ արդար ես եղել, Աստծո հետ մտերիմ ես եղել, բայց երբ որ դու խզում ես այդ կապը, խզվում է նաև ուխտը։ Եվ դադարում է Աստծո սերը քո համար գործել, որտեղ դու հրաժարվեցիր Աստծո սիրուց։ Աստծո հետ սիրո հարաբերություններին որևէ որոշակի տեսակետի կամ շնորհի պայմանական լինելն է։ Եվ այն, թե ինչպես ենք մենք պատասխանում նրա սիրուն, վճռական նշանակություն ունի այդ հարաբերությունները շարունակելու համար։ Հովհաննես 14:21 Ով ունի իմ պատվիրանները եւ պահում է դրանք, նա է ինձ սիրում, ով ինձ սիրում է, պիտի սիրվի իմ հորից, ես էլ պիտի սիրեմ նրան եւ ինձ պիտի հայտնեմ նրան։ Ասում է Հիսուսը։ Հովհաննես 16:27 Որովհետև Հայրն ինքը սիրում է ձեզ, քանի որ դուք ինձ սիրել եք ու հավատացել, որ ես Աստծուց եմ եկել։ Քանի որ դուք ինձ սիրել եք։ Ուրեմն Աստված բոլորին հավասար սիրում է, ինչպես ծնողը բոլոր երեխաներին։ Բայց եթե երեխան ինքը իր որոշմամբ հեռանում է այդ սիրուց, չի ուզում էլ իր ծնողի հետ գործ ունենալ, իր սիրուց օգտվել, ծնողը ոչինչ չի կարող անել, այլ միայն աղոթել եւ սպասել, շարունակել ուղարկել իր սիրո նշանները հնարավորության դեպքում եւ սպասել, թե արդյոք երբ իր զավակը կվերադառնա դեպի ճիշտ ճանապարհը։ Ուրեմն այս եւ այլ համարները ցուցանում են, որ Աստծո հետ փրկարար հարաբերությունների շնորհները պահպանելը կախված է այն բանից, թե կընդունենք Աստծո սերը։ Եվ դարձյալ դա չի նշանակում, որ Աստծո սերը երբևէ կդադարի։ Ավելի շուտ դա նման է այն բանին, որ մենք չենք կարող խանգարել արեգակին, որ չլուսավորի, սակայն կարող ենք պաշտպանվել նրա ճառագայթներից կամ պատկերացնենք, որ մի ծնողի զավակ ռեցիդիվիստ մարդասպան է եւ վերջապես մահապատիժ են որոշել այդ զավակի համար, ծնողը շատ է ջանացել, որ փրկի զավակին այդ վիճակից, բայց զավակը չի ուզել եւ երբ որ այդ պատիժ իրագործում ինչ է կարծում, ծնողը ուրախանում է, ոչ, դառը լացում է։ Ինչքան լավ հույսեր էր ինքը կապել իր զավակի հետ, բայց ցավոք զավակը չուզեց լավ բաներ այլ գնաց եւ սխալ ճանապարհի վրա կանեց։ Եվ նույնն է արևի լույսը լուսավորում է բոլորին, բայց շատ մարդկանց այնքան են վախացրել, որ շատերը վախենում են արևի տակ լինելուց կամ էլ ապրելակերպ այնպես է հիմա, գիտեք, գնում են օֆիսների մեջ, մտնում են կամպյուտերների առաջ նստած, արևից զրկված։ Իհարկե առավոտվա եւ երեկոյան արևը շատ լավ է, միայն այդ վառող կիզիչ արևն է, որ վնասակար է։
Եվ ուրեմն արևը շարունակում է տաքացնել, բայց մարդիկ իրենց զրկում են այդ արևի տաքությունից, նույնը Աստծո սերն է։ Մենք չենք կարող որևէ ձևով դադարեցնել Աստծո հավերժական սերը, բայց կարող ենք վերջնականապես մերժել նրա հետ հարաբերությունները եւ այդպիսով հետ շրջվել այն ամենից, ինչն առաջարկում է հատկապես հավերժական կյանքի խոստումից, ինչպես տեղի ունեցավ այդ Golden Globe-ում։ Աստծո սերը հավերժական է, որը մեր արժանիքը չէ։ Այնուամենայնիվ մարդիկ կարող են մերժել այն։ Մենք հնարավորություն ունենք ընդունելու կամ մերժելու այդ սերը, սակայն միայն այն պատճառով, որ Աստված սիրում է մեզ իր կատարյալ հավիտենական սիրով, նախքան մենք ինչ-որ բան կանենք։ Աստծո հանդեպ մեր սերը պատասխանն է այն բանի, ինչ արդեն տրվել է մեզ, դեռ նախքան կխնդրեինք այդ մասին։ Կարդանք առաջին Հովհաննես 4:7-20 համարները, առաջին Հովհաննես 4:7-20 համարները։ Սիրելիներ, սիրենք միմյանց, որտեղ սերն Աստծուց է, եւ ամեն ոք, ով սիրում է, Աստծուց է ծնված ու ճանաչում է Աստծուն։ Ով չի սիրում, Աստծուն չի ճանաչում, որտեղ Աստված սեր է։ Հիշենք, որ Աստծո սերն չի, որ իրար ասում են մարդիկ, ջիգար ազիս, ցավը տանեմ, դեսը դենը, հետո էլ մեջքին սուր են մտցնում։ Ով որ շատ քաղցր լեզու ունի, զգուշ կացեք այդ մարդկանցից։ Սերը գործերի մեջ է արտահայտվում։ Աստծո սերը մեր հանդեպ նրանով երևաց, որ Աստված իր միածին որդուն աշխարհ ուղարկեց, որպեսզի նրանով ապրենք։ Սրա մեջ է սերը, ոչ թե մենք սիրեցինք Աստծուն, այլ նա մեզ սիրեց եւ իր որդուն ուղարկեց մեր մեղքերի քավության համար։ Սիրելիներ, եթե Աստված մեզ այսպես սիրեց, ապա մենք էլ պետք է միմյանց սիրենք։ Աստծուն ոչ ոք երբևէ չի տեսել, եթե միմյանց սիրենք, Աստված մեր մեջ կմնա ու նրա սերը մեր մեջ կատարյալ է։ Սրանով գիտենք, որ մենք նրա մեջ ենք բնակված, նա էլ մեր մեջ, որտեղ նա իր հոգուց տվեց մեզ։ Մենք տեսանք ու վկայում ենք, որ Հայրն իր որդուն ուղարկեց որպես աշխարհի փրկչի, ով դավանում է, որ Հիսուսն է Աստծո որդին, Աստված նրա մեջ է բնակում եւ նա Աստծո մեջ։ Ինչպես ենք դավանում մեր ապրելակերպով։ Եվ մենք ճանաչեցինք ու հավատացինք այն սիրուն, որ Աստված ունի մեր նկատմամբ։ Աստված սեր է, ով սիրո մեջ է ապրում, Աստծո մեջ է ապրում, Աստված էլ նրա մեջ։ Սերը կատարյալ է մեր մեջ նրանով, որ դատաստանի օրը համարձակություն ունենանք, որտեղ ինչպես նա է, այնպես էլ մենք ենք այս աշխարհում։ Սիրո մեջ վախ չկա, կատարյալ սերը հեռացնում է վախը, որտեղ վախի մեջ տանջանք կա։ Եվ ով վախենում է, սիրո մեջ կատարյալ չէ։ Մենք սիրում ենք նրան, որտեղ նախ նա սիրեց մեզ։ Եթե մեկն ասի Աստծուն սիրում եմ եւ իր եղբորը ատի, նա ստախոս է, որտեղ ով չի սիրում իր եղբորը, որին տեսել է, ինչպես կարող է սիրել Աստծուն, որին չի տեսել։ Եվ նրանից այս պատվիրանն ենք, թե ով Աստծուն սիրում է, իր եղբորն էլ պիտի սիրի։ Աստծո սերը միշտ առաջինն է դրսևորվում։ Գիտեք, ընկերության մեջ էլ միշտ մեկը կարծես թե ավելի շատ է սիրում, ավելի շատ է, ոնց որ ասած, այդ սիրո կրակը պահում ընկերների միջև։ Եթե Աստված նախ չսիրեր մեզ, մենք չէինք կարող ի պատասխան սիրել նրան, թեև Աստված մեզ ստեղծել է սիրելու եւ սիրվելու ունակությամբ, նա ինքն է ցանկացած սիրո աղբյուրն ու հիմքը։ Այնուամենայնիվ մենք ընտրություն ունենք ընդունել այն, թե չընդունել, արտացոլել այն մեր կյանքում, թե ոչ։ Այս ճշմարտության տեսանելի օրինակ է Քրիստոսի առակը չներված ծառայի վերաբերյալ, կարդանք Մատթեոս 18:23-35 համարները, Մատթեոս 18 23-35 Դրա համար երկինքի թագավորությունը նման է մի թագավորի, որը ցանկացավ, որ իր ծառաներն իրեն հաշիվ տան, երբ սկսեց հաշիվը տեսնել,
Նրա մոտ բերվեց մեկը, որ պարտք էր 10,000 քանքար։ Քանի որ պարտքը վերադարձնելու ոչինչ չուներ, նրա տերը հրամայեց վաճառել իրեն, իր կնոջը, որդիներին, ամբողջ ունեցածը եւ հատուցել։ Այդժամ ծառան ընկավ նրա առաջ, երկրպագում էր նրան եւ ասում. «Տեր, համբերատար եղիր իմ նկատմամբ եւ բոլորը կհատուցեմ քեզ»։ Տերն այդ ծառային գթած, արձակեց նրան եւ պարտքը նրան ներեց։ Երբ այդ ծառան դուրս եկավ, գտավ իր ծառայակիցներից մեկին, որն իրեն 100 դինար էր պարտք, որը շատ ավելի քիչ է, քան այն։ Մենք շուտով կասենք, թե ինչքան է։ Բռնեց նրան եւ խեղդում էր ասելով. «Պարտքդ վերադարձրու»։ Այդ ժամանակ ծառայակիցը նրա առաջ ընկավ, աղաչում էր նրան եւ ասում. «Համբերատար եղիր իմ նկատմամբ եւ բոլորը կհատուցեմ քեզ»։ Բայց նա չկամեցավ, այլ գնաց եւ նրան բանտ գցեց, մինչեւ պարտքը հատուցեր։ Երբ նրա ծառայակիցները տեսան պատահածը, շատ տրտմեցին եւ եկան ամեն ինչ հայտնեցին իրենց տիրոջը։ Այդ ժամանակ Տերը նրան իր մոտ կանչեց եւ ասաց. «Չար ծառա, ես ամբողջ պարտքդ քեզ ներեցի, որտեվ դու ինձ աղաչեցիր։ Պետք չէր, որ դու էլ քո ծառայակցին ողորմեիր, ինչպես ես քեզ ողորմեցի»։ Եվ Տերը բարկանալով նրան հանձնեց դահիճներին, մինչև հատուցեր ամբողջ պարտքը։ Այդպես էլ իմ երկնավոր հայրը կանի ձեզ, եթե ձեզանից յուրաքանչյուրը իր եղբոր հանցանքները սրտանց չների։ Ուրեմն տեսնենք ինչ է նշանակում այս առակը։ Ուրեմն այս 10,000 քանքարը, մեկ քանքարը հավասար է 6,000 դինարի։ Ուրեմն իսկ մեկ դինարը այն քանակի գումարն էր, որ վճարում էին սովորական աշխատավորին աշխատանքային մեկ օրվա համար։ Ընդամենը մեկ դինար։ Եվ այսպիսով մեկ քանքար վաստակելու համար միջին աշխատավորին կպահանջվեր մոտարապես 6,000 աշխատանքային օր։ Ենթադրենք, որ հանգստյան օրերը հանելուց հետո միջին աշխատողը կարող էր աշխատել տարեկան 300 օր եւ այդպիսով վաստակել տարեկան 300 դինար։ Այդ դեպքում իսկ ուրեմն այն մարդը, որ իրեն պարտք էր, ընդամենը 100 դինար էր պարտք։ Եվ եթե ինքը թույլ տար այս մարդը 4 ամսվա ընթացքում կաշխատեր եւ կտար այդ պարտքը, բայց ինքը փոխարենը գցեց բանտ։ Եթե դու այդ մարդուն գցեցիր բանտ, այդ մարդը ոնց է հետ տալու քո պարտքը, եթե չաշխատի։ Այդ դեպքում միջին աշխատավորին կպահանջվեր մոտարապես 20 տարի, որպեսզի վերադարձներ մեկ քանքարը, որը կազմված էր 6,000 դինարից։ Այսպիսով 10,000 քանքար վաստակելու համար միջին աշխատավորը ստիպված պետք է լիներ աշխատել մոտարապես 200,000 տարի։ Այսինքն անհնար էր միջին աշխատավորին այդ գումարը վերադարձնել։ Եվ նույնը գալիս է, այսքան ծառան երբեք չէր կարող վճարել այդ պարտքը։ Եվ Տերը ողորմած էր, խղճաց ծառային եւ անհատույց ներեց այդ հսկայական պարտքը։ Սակայն երբ այդ ներված ծառան հրաժարվեց ներել իր ծառայակիցներից մեկի անհամեմատ ավելի փոքր 100 դինարի պարտքը ու բանտ նետեց նրան, այդ պարտքի պատճառով Տերը բարկացավ եւ փոխեց իր գթասիրտ որոշումը, ծառան զրկվեց իր տիրոջ սիրուց ու ներումից։ Թեև Աստծո զրպարտություն ու Թեև Աստծո գթասրտություն ու ողորմածությունը երբեք չի վերջանում, մարդն ի վերջո կարող է մերժել այդ ողորմածությունը եւ զրկվել Աստծո կարեկցանքի ու ողորմության շնորհից։ Ուրեմն ինչպես եւ այն մյուսները, որ ասում է, ինչու ես տեսնում եղբորդ աչքի գերան, աչքի շյուղը եւ քո աչքի գերանը չես տեսնում։ Դա ինչ է նշանակում։ Որը ամեն մարդ իր մեղքը պետք է համարի գերան, մյուսինը շյուղ, որտեղ ինքը դատավոր չի, դատավորը Աստված է։ Եթե ամեն մարդ իր մեղքը համարի գերան եւ մյուսինը շյուղ, այս աշխարհում շատ ավելի լավ վիճակ կլինի, քան թե որ հիմա կա։ Եվ ամեն մարդը իր պարտքը Աստծո առաջ իր մեղքը պիտի համարի 10,000 քանքար։ Եթե դու այսինքն
ամեն մեկ ունի 10,000 քանքար Աստծո պարտք, այսինքն մենք երբեք չենք կարող վճարել մեր պարտքը Աստծուն, ոչ մեկս, մենք բոլորս անարժան ենք, եւ բնականաբար մեր պարտքը 10,000 քանքարի չափ է, բայց շատ մարդիկ չեն նկատում, համարում են, որ իրենց պարտքը 1 դինար է, 100 դինար է, 300 դինար է եւ այլն եւ այլն, եւ այդ դեպքում ընդամենը 100 դինար են ներվում, 300 դինար են, բայց ոչ թե 10,000, այսինքն փրկություն չեն ստանում։ Սա շատ մեծ դաս է մեր համար, որ մենք մտածենք մեր հարաբերությունների մասին Աստծո հետ, մեր մեղքերի հարցերը բարձենք Աստծո հետ, այլ ոչ թե կանենք ուրիշին դատենք, ուրիշն էլ նույնը պիտի անի Աստծո հետ, մենք ուղղակի պիտի դրդենք այդ ուրիշին, ոչ թե ասելով ես սուրբ եմ, դու մեղավոր ես, այլ ես էլ քո նման մեղավոր եմ, եւ կա ճանապարհ դեպի փրկություն, ճանապարհը դա է, եւ դու ուղղում ես նրան դեպի այդ ճանապարհը, ոչ թե շեշտում ես մեղքի մասին նրան դատելու համար, այլ բացատրում ես, որ մենք բոլորս հավասար իրավիճակում ենք մեղքի արդիվ եւ միակ ճանապարհը փրկության Աստծուն դիմելն է եւ ապաշխարելը։ Ինչպես Սարան չի կարող վերադարձնել Տիրոջ պարտքը, մենք էլ երբեք չենք կարող հատուցել Աստծո ներողամտությունը, մենք երբեք չենք կարող վաստակել Աստծո սերը կամ արժանի լինել այդ սիրուն։ Հռոմեացիներ 5:8 Աստված մեր նկատմամբ իր սերը հայտնեց, երբ մենք դեռ մեղավոր էինք, Քրիստոսը մեզ համար մեռավ։ Ինչպիսի զարմանահրաշ սեր, ինչպես ասվում է Առաջին Հովհաննես 3:1 տեսեք, ինչպիսի սեր շնորհեց մեզ Հայրը, որպեսզի Աստծո որդիներ կոչվենք։ Այնուամենայնիվ, ինչ կարող ենք եւ պետք է անենք մարդկանց հանդեպ մեր վերաբերմունքով Աստծո սերը արտացոլելն է, որքանով դա հնարավոր է։ Եթե մենք ստացել ենք նման մեծ կարեկցանք ու ներում, որքան ավելի պետք է պարգևենք այդ կարեկցանքն ու ներումը ուրիշների։ Հիշեք, որ ծառան զրկվեց իր տիրոջ կարեկցանքից ու ներումից, որտեղ այն չպարգևեց իր ծառայակցին։ Եթե մենք ճշմարտապես սիրում ենք Աստծուն, չենք դադարի մարդկանց հանդեպ մեր վերաբերմունքով արտացոլել նրա սերը։ Ուրեմն կարդանք Հովհաննես 15:12 համարը։ Հովհաննես 15:12 Սա է իմ պատվիրանը, որ սիրեք միմյանց, ինչպես ես ձեզ սիրեցի։ Եվ այս համարից անմիջապես հետո Հիսուսն իր աշակերտներին ասաց. Դուք իմ բարեկամներն եք, եթե անեք այն, ինչ ես պատվիրում եմ ձեզ։ Հովհաննես 15:14 Իսկ ինչ պատվիրեց Հիսուսը նրանց։ Ամեն ինչից զատ Հիսուսը նրանց եւ մեզ պատվիրեց սիրել ուրիշներին այնպես, ինչպես ինքը սիրեց նրանց։ Այստեղ եւ ուրիշ այլ տեղերում Տերը պատվիրեց մեզ սիրել Աստծուն եւ միմյանց։ Մենք պետք է գիտակցենք, որ մեզ անսահման մեծ պարտք է ներվել, որը մենք չենք կարող վերադարձնել, պարտք, որը մեզ համար վճարվել է խաչի վրա, այդ պատճառով էլ պետք է սիրենք ու փառաբանենք Աստծուն եւ ապրենք ուրիշների հանդեպ սիրով ու ողորմածությամբ։ Ինչպես սովորացնում է Ղուկաս 7:47, նա ում շատ է ներում, շատ է սիրում, բայց ում որ քիչ ներվի, նա քիչ կսիրի։ Քիչ է ներվում ոչ թե դրա համար, որ նրա մեղքը ավելի քիչ է, ոչ, այլ որտեղ նա չի գիտակցում եւ ներում չի խնդրում իր մեղքերի համար։ Իսկ մեզանից ով չի գիտակցում, թե որքան շատ են ներել իրեն։ Եթե Աստծո սերը ենթադրում է, որ մենք էլ ուրիշներին պետք է սիրենք, ապա Աստծո սիրո լուրով հարկավոր է պատրաստական կիսվել ուրիշների հետ թե խոսքով եւ թե գործերով։ Մենք պետք է օգնենք մարդկանց իրենց ամենօրյա կյանքում այստեղ եւ հիմա, ինչպես նաեւ ձգտենք լինել Աստծո սերը փոխանցողները եւ ցույց տանք մարդկանց նրան, ով հավերժական կյանքի խոստումն է առաջարկում նոր երկնքում եւ նոր երկրում։ Դա միանգամայն նոր ստեղծագործություն է տարբեր այս աշխարհից, որ այնպես մթագնած ու ամայացած է մեղքով ու մահվամբ Աստծո սիրո մերժման դառը պատուղներով։
Աստծո սիրո մերժումը լի է դարապտուղներով։ Շատ կարևոր է, որ մենք չմերժենք Աստծո սերը։ Վերջում կարդանք Էլեն Ուայթի Քայլեր դեպի Քրիստոս գրքից։ Ձեր կարիքները, ուրախությունները, տխրությունները, հոգսերն ու երկյուղները մշտապես պահեք Աստծո առջև կամ բերեք Աստծո առաջ։ Դուք չեք կարող ծանրաբեռնել, չեք կարող հոգնեցնել նրան։ Նա, ով հաշվում է ձեր գլխի մազերը, անտարբեր չէ իր զավակների կարիքների նկատմամբ, որովհետև Տերը բազմագութ է եւ ողորմած։ Հակոբոս 5:11։ Նրա սիրող սիրտը ցավում է մեր վշտերից եւ նույնիսկ մեր հառաչանքից։ Նրա մոտ բերեք այն ամենը, ինչ մտահոգում է ձեզ։ Նրա համար ոչինչ ծանր չէ, որ նա պահում է ամբողջ աշխարհներ։ Կառավարում է տիեզերքի բոլոր գործերը, ամենաչնչին մանրուքն անգամ, որ խախտում է մեր անդորը, չի վրդում նրա հայացքից։ Մեր կյանքի էջերից ոչ մեկ այնքան մութ չէ, որ նա չկարողանա կարդալ, չկա այնպիսի խճճված իրավիճակ, որից նա չկարողանա ելք գտնել։ Նա գիտի, թե ինչ դժբախտություն է պատահել իր զավակներից փոքրագույնին անգամ, գիտի, թե ինչն է տանջում հոգին, չկա մի ուրախություն, շուրթերից պոկված անկեղծ մի աղոտ, որ մեր երկնային հայրը չնկատի կամ սրտին մոտ չընդունի։ Սաղմոս 147:3 նա բժշկում է կոտրած սիրտ ունեցողներին և փաթաթում է նրանց խոցերը։ Հարաբերություններն Աստծո և յուրաքանչյուր հոգու միջև այնքան որոշակի ու լիարժեք են, ասես այդ մարդը միակն է աշխարհում, ում համար հոգում է երկնային հայրը կամ ում համար տվել է իր սիրելի որդուն։ Ուրեմն այս հրդեհը, որ պատահեց Լոս Անջելեսում, չի նշանակում, որ Աստված ավելի քիչ է սիրում նրանց։ Աստված հավասար սիրում է բոլորին, եւ որ Գլենդեյլը փառք Աստծո ողորմությամբ չվարվեց, որտեղ շատ աղոթեցինք, չի նշանակում, որ նրանք ավելի անմեղ են, քան թե շրջակա տեղերը, որ վարվեցին։ Դա ընդամենը նախազգուշացում է Աստծուց։ Ես 10 տարի առաջ նորից կրկնեմ, իմ զավակներին մենք ընտանիքով դուրս եկանք Գլենդեյլից եւ երբեք չեմ փոշմանել, եւ հետո Կալիֆոռնիայից էլ դուրս եկանք, նորից չեմ փոշմանել։ Աստված երաշխիքը միայն Աստծո սերն էր, ամենտեղ էլ սկիզբը դժվար է եղել, հետո Աստված օրհնել է։ Այսօր Կալիֆոռնիայում այնպիսի օրենքներ են ընդունվում, որոնք բոլորովին հակառակ են Աստծո դրույթներին։ Այսօր Կալիֆոռնիայում վերցնում են ծնողներից իրենց իրավունքները, երեխաներին այլասերում են, դպրոցներում սովորեցնում են, որ եթե դու աղջիկ ես, բայց ուզում ես տղա լինել, հոգ չէ, մենք քեզ կսարքենք տղա, եւ հորմոններ են ներարկում այդ երեխային, նույնիսկ ասում են, եթե քո ծնողը համաձայն չի, մենք քեզ կպաշտպանենք, մի մտածի։ Եվ այդ հորմոնները ներարկում են այդ երեխաներին եւ նրանց կյանքը կարճացնում են, եւ երբ որ երեխաները մեծանում են, խելքը հասնում են եւ գիտակցում են, թե ինչ սխալ են արել, շատ հիվանդությունների տեր դարած արդեն, իհարկե Աստծո ողորմությամբ կարող են վերականգնվել։ Եվ այն, որ համասեռականների համար նշեցի, Աստված սիրում է բոլորին։ Եվ այս բոլորը թույլ է տալիս, որ մարդիկ սկսեն մտորել իրենց ապրելակերպի մասին, նյութապաշտությունը թողնեն եւ աստվածապաշտությունը ընդունեն։ Թող Աստված օրհնի յուրաքանչյուրին, որ ամեն մի դաս, ամեն մի աղետ, որ պատահում է մեզ։ Ես ինքս եղել եմ այդ վիճակում, երբ որ կենտրոնական Կալիֆոռնիայում էր այն քաղաքը, որտեղ ապրում էր շուրջ բոլորը բնություն էր, սարեր են եւ ճիշտ է, այդ քաղաքը չվարվեց Աստծո ողորմությամբ, բայց շուրջ բոլորը հրդեհներ էր եւ օդի մեջ այդ մոխիրներն էր։ Կոկորդները այրվում էր, չնայած դուրսը հով էր, բայց ես լուսամուտները փակել էի եւ այդ
կոնդիցիոներն եմ միացրել, որպեսզի կարողանանք շնչել։ Եվ կարծեմ 2 շաբաթ դա տևեց, վերջը շատ խնդրեցի Աստծուն եւ ես եւ շատերը եւ վերջապես օդը մաքրվեց, կրակները դադարեցին, բայց այդ բոլորը ինչու է Աստված ցույց տալիս, որ մենք հասկանանք, որ այս ամեն ինչը ժամանակավոր է եւ շատ այդ դասերից հետո եւ ես եւ մեր ընտանիքը եւ իմ ամուսինը բոլորս մենք մինիմալիստ ենք, այսինքն ամենա քիչ ապրանք ունենանք տան մեջ եւ ոչ խելքից դուրս թանկանոց ապրանքներ, այսինքն միայն որ ի վիճակի լինի ծառայել մեզ եւ գիտենք, որ ոչ մի կարևորություն այս կյանքում դա չունի։ Եթե այն մարդը, որ մտնելու է մեկի տունը եւ նրան գնահատի, աստ նրա թե ինչ մեբել ինքը ունի, ինչ է դա, ավելի լավ է այդ մարդու հետ ընկերություն չանել, եթե ինքը մարդուն գնահատում է միայն նրա համար, թե ինքը ինչքան ունեցվածք ունի։ Եվ շատ մարդիկ ընկնում են խնդիրների մեջ հենց այդ պատճառով, որ իրենց ծախսերը ավելի շատ են, քան թե իրենց եկամուտը եւ ընկնում են բարդքերի մեջ, խնդիրների, ստրեսի մեջ, ինչի համար, նյութի համար։ Չունես, դա անհրաժեշտ չի քեզ, մի առ, ինչ որ միայն անհրաժեշտ է քեզ, կամ ինչ գնով որ կարող ես անել դրանով առ, եթե չես ուզում ստրեսի մեջ ընկնել, եթե չես ուզում բարդքերի մեջ ընկնել, դա չի որոշում քո կյանքի արժեքը, դա չի որոշում քո արժեքը։ Աստված մեզ չի ստեղծել նյութապաշտության համար։ Աստված մեզ ստեղծել է աստվածապաշտության համար, բարեպաշտության համար։ Թող Աստված մեզ օրհնի, որ այս մյուս շաբաթվա յուրաքանչյուր օր մենք հիշենք սա։ Եվ ձգտենք մեր գանձերը հավաքել երկնքում, այլ ոչ թե այս երկրի վրա, որ ինչպես Պետրոսն է գրում, մի օր հրոջ արակ է դառնալու այդ ամեն ինչը։ Եվ ուղղակի խորհուրդ, ես դուրս եկա Կալիֆոռնիայից, որպեսզի իմ երեխաները չփչանան այն մթնոլորտից, որ տիրում է այնտեղ։ Կան շատ մարդիկ, որ ուզում են, բայց վախենում են եւ երաշխիք են ուզում, թե արդյոք ինչ պիտի անեմ, երաշխիքը դա Աստծո սերն է։ Եթե Աստծուն վստահում ենք, Աստծո սերը միայն մեր հետ վերցնելով, դուրս գանք մեր երեխաների հոգևոր վիճակը փրկելու համար, Աստված առատապես օժնուր։ Ես երբեք այնքան օրհնված Գլենդելում այդքան օրհնված չեմ եղել, ինչքան որ դուրս եմ եկել Գլենդելից եւ նաեւ Կալիֆոռնիայից։ Աստված շարունակում է մեզ օժնել եւ հարցը ֆինանսական օժնության մասին չի միայն, այլ օժնություն ամեն տեսակետից, թե առողջական, թե երբ որ մարդ արձագանքում է Աստծո սիրուն, վերցնում է Աստծո այդ նվերը, նա օժնվում է ամեն տեսակետից։ Դա չի նշանակում, որ հավատացյալը երբեք չի ունենա տխրություն կամ հիվանդություն կամ այլն։ Ոչ, դա չի նշանակում։ Մենք մեր մեղքերի պատճառով շատ անգամ փորձանքների ու փորձությունների մեջ ենք ընկնում։ Բայց Աստծո ներկայությունը մեր հետ է, եթե վստահում ենք Աստծուն։ Եթե Աստված մեր հետ է, որտեղ էլ լինենք, որ մասում էլ լինենք այս աշխարհի, Աստծո օրհնությունը մեր հետ կգա։ Եվ Աստծո ամենակարևոր օրհնությունը նա է, որ մենք լինենք աստվածավախ եւ բարեպաշտ։ Սա է ամենակարևոր օրհնությունը։ Թող Աստված մեզ օրհնի մյուս շաբաթվա յուրաքանչյուր օրվա մեջ մինչև Աստծո ողորմությամբ մինչև մյուս շաբաթ։